Տեր ողորմյա, պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա և օրհնյա ազգս հայոց, եկեղեցիս Հայաստանյաց և սահմանած մնաց։ Չենք պատրաստում եկեղեցուց դուրս գալ, մեր ամբողջ կյանքի նպատակը եղել է եկեղեցու մեջ լինելը։ Մայրաթորի կողմից կարգալույծ արված նախկին քահանան ոստիկանների մշտական պաշտպանության ներքո շարունակում է տնօրինել Հովանավանքի եկեղեցական կյանքը։ Որտեղ որ ժողովուրդն է եւ որտեղ որ ժողովուրդը ունի իր ձայնը ասելու այդ հնարավորությունը եւ իրավունքը եւ հնարավոր է հակառակ կողմից նաեւ ճնշում են ժողովրդի այդ ցանկություններին եւ իրավունքներին, ոստիկանությունը ուղղակի պարտավոր է լինել, որպեսզի բախումներ չլինեն։ Բախումներ միջադեպեր այսօր չեղան, անցկացվեց մի պսակադրություն, նաև մի խումբ կանանց օրհնություն։ Նկարվեցինք, օրհնվեցինք, շատ շնորհակալ ենք, շատ գոհ ենք Տեր Արամից լավ խոսքերի համար, ուրիշ ոչ մի բանն են չի որ ասենք, գիտեք։ Օրհնալի ձևով հասկացանք։ Հասկացան, շատ լավ։ Բառերի իմաստը։ Որ առաքելական եկեղեցին իրեն կարգալույց է հռչակել, այսինքն ասում է, որ նա այլևս քահանա չէ։ Ով է Տեր Արամին վարքաբեկում, այլ կերպ ասած կներեք, ահա, իրավունք չունեն, եթե եկեղեցիական են, ոնց կարելի է նման ձևով վարվել Տեր Արամի հետ։ Ընդ որում բոլորն էլ տեղյակ էին, որ նախկինում Տեր Արամը, որի ավազանի անունը Ստեփան Ասատրյան է, այլևս կարգալույծ է։ Տեսեք, այս մարդիկ ամեն բան լավ գիտեն եւ իմանալուց հետո նորից իրենց ցանկությունն է, որ այդ արարողությունը ես վարեմ, ինչու, քանի որ այս մարդիկ նաեւ պատճառաբանում են, որ եկեղեցում ճանաչում են այնպիսի մարդկանց, ովքեր առհասարակ իրավունք չունեն եկեղեցում լինելու, իսկ այս մարդիկ անձնապես ինձ ճանաչում են, գիտեն իմ սիրտը, գիտեն իմ հոգևոր ծառայությունը, թե ինչպես եմ ծառայել իմ ժողովրդին կամ իրենց, եւ այս մարդիկ համաձայն են ու համաձայն չեն նաեւ իմ կարգալուծության հետ։ Նախկին քահանան շարունակում է պնդել, չի պատրաստվում լքել խորանը, շարունակելու է Աստծուն ծառայել այստեղ, որքան ստացվի։ Հերքում է, թե փոխել է եկեղեցու դռան կողպեքը, բայց հավելում փոխել է Մայրաթորի տրամադրած բնակարանի կողպեքը։ Վեհապարի տված բնակարանի կողպեքն էլ են փոխել իդեպ, որտեղ աշխատող չէր։ Չէ, այստեղ չեմ փոխել։ Հովանավանքում 1 տարուց ավելի ծառայություն անցկացնող Տեր Սարգիս քահանա Սարգսյանը սակայն հակառակն է պնդում։ Ափսոս ես չեմ նկարահանել այդ պահը, երբ որ միջուկը հանված էր ու միջուկի տեղը դատարկ էր։ Այո, եկեղեցու դռան միջուկը, որն մեջ բանալին մցում ենք եւ աշխատացնում ենք։ Եվ դրա իրենք հանեցին, տարան, փոխեցին, բերեցին։ Հիմա այն բանալին, որ կա մեզ մոտ, դա չի աշխատում։ Տեր Սարգիսը հոգնել է այս վիճակից, Հովանավանքում խորան չի բարձրանում։ Նրան հանդիպեցինք Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում։ Ես չեմ գնա կատարելու, որովհետև այլևս հոգնել եմ այդ ամեն քաշքշուկների մեջ լինելուց։ Ինձանից որպես հոգևորականի ինչն է հասանելի ժողովրդին բացատրել։ Ժողովուրդը արդեն ինքն է ընտրում ու կուզի գնա կարգալուծ արվածի մոտ, կուզի գնա աշխարհիկը իրան օրհնի, որպես հոգևորական, թող այդ օրհնությունը վերցնի։ Քահանան ստիպված է իրեն դիմող հավատացյալներին այլ եկեղեցիներում հանդիպել, հեռու Հովանավանքից, հեռու խնդիրներից։ Կարող են ինձ գիշերվա կեսին զանգել եւ ասել, որ հիվանդ է, սուրբ հաղորդություն պիտի տրվի։ Այդ դեպքում ես ինչպես պիտի հասնեմ։ Կամ հիվանդ կա, ում որ պետք է մկրտել եւ պիտի եկեղեցուց վերցվի մյուրոնը։ Ինչպես կարող եմ ես հասնել դրանց։ Տեր Սարգիսը չի հիշում, որ մինչև այս եկեղեցին ոստիկանները հսկեին։ Ներքին գործերի նախարարությունից ազատությանն այսօր փոխանցեցին։ Ոստիկաններն այնտեղ են, որ բախումներ չլինեն։ Իսկ թե ինչու է ներքին գործերի նախարարությունը մերժում կատարել Մայրաթորի դիմումում նշված խնդրանքն ու ապահովել իրեն պատկանող տարածք իր օրինական քահանաների մուտքը, պետական կառույցից առաջարկեցին գրավոր դիմել։ Անցած կիրակի Հովանավանքում կարգալույծ քահանայի ձեռամբ անցկացված պատարագին մասնակցում էր նաև Մայրաթորի կողմից չարտոնված մի սարկավակ, որը իշխող կուսակցության անդամ է։ Ուղղակի ես որ գնացի, տեսա ձեռնադրված սարկավակ չկա, մտածեցի կբարձրանամ խորան, վերաբերումը, ավետարան կարդալը ես կանեմ, որը որ սարկավակի պարտականությունն է, որ Տեր հայրը չծանրաբեռնվել, դա էլ ինքը աներ։ 8 տարի խորան չբարձրացած Ռոբերտ Սարգսակ Աղազարյանը կիրակի որոշել էր Լոռուց հասնել Արագածոտնի մարզ։ Կադրերում նա վարչապետ Փաշինյանի կողքին ծնկի է եկած եկեղեցական հագուստով։ Մինչ Աղազարյանը պնդում է, թե իրավունք ունի ցանկացած եկեղեցու խորան բարձրանալ, վկայականել է ունեցել 2015-ից մինչև 2020 թվականների համար։ Մայրաթորից հակադարձում են, սարկավակներին կարգալույծ չեն անում, բայց նա ճեմարանը կիսատ թողած եկեղեցուց տարիներ առաջ հեռացած մեկն է, ում իրենք չեն արտոնել խորան բարձրանալ։ Նրանից քիչ այն կողմ եւս մի երիտասարդ է, դարձյալ հոգևորականի զգեստով, նա էլ ըստ համացանցում տարածված կադրերի քաղաքացիական պայմանագրի երիտասարդական կառույցից է։